Միասնական աղոթք 3-ամյա Տիգրանի ողջ գտնվելու համար: Քո անունով եմ խնդրում, ամենակարող Տեր, թող գտնվի երեխան, թող գտնվի Տիգրանը: Այս բառերն այսօր հնչում են ոչ միայն Ձափաթաղ գյուղում, այլ ամբողջ երկրում: Գեղարքունիքի լեռների տակ մառախուղի ու ցրտի մեջ մարդիկ կանգնած են լուռ, գլխահակ, ձեռքերն առաջ պարզած դեպի երկինք: Յուրաքանչյուրն իր ձևով է աղոթում, մեկը շշնջալով, մյուսը լուռ արտասվելով: Տիգրանն ընդամենը 3 տարեկան է, խելոք, ժպտերես, աշխույժ երեխա: Ձափաթաղ համայնքի մանկապարտեզի աշխատակցուհին արցունքոտ աչքերով լրագրողներին պատմել է. «Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր մարդիկ: Երեխան միշտ մաքուր, կոկիկ, սիրուն հագնված էր գալիս մանկապարտեզ, աշխույժ էր, բայց նաև շատ սրտով: Մի օր 2 կոնֆետ էր բերել, ասում է՝ Էմա տատի, քեզ համար եմ բերել: Ասում եմ՝ խի՞ ես բերել, ցավդ տանեմ: Ասում ա՝ դու ինձ միշտ կոնֆետ ես տալիս, հիմա էլ ես եմ քեզ տալիս: Այս փոքրիկ ժեստը հիմա դարձել է ամբողջ գյուղի հիշողության ամենաթանկ պահը: Տիգրանի այդ ժպիտը բոլորը հիշում են և հիմա հենց այդ ժպիտն են փնտրում անտառի ամեն թփի տակ, գետի փոսի մեջ: Արդեն 2 օր է Գեղարքունիքի լեռներն ու դաշտերը ցրտաշունչ են, գիշերները ջերմաստիճանն իջնում է, բայց փրկարարները չեն հեռանում: Կամավորները, տղամարդիկ, կանայք, անգամ ուսանողներ Երևանից գալիս են ու միանում որոնումներին: Բոլորը փնտրում են ու բոլորը մեկ նպատակ ունեն՝ գտնել Տիգրանին: Եվ բոլորը հույս ունեն, որ նա ողջ է: Տղան ուժեղ է, Տիգրանը չի կորի, ասում է գյուղի մի պապիկ: Էդ երեխան Աստծո պարգև ա, Տերն իրա ճանապարհը կբացի, ավելացնում է մյուսը: Տիգրանի ընտանիքը սովորական, բայց լուսավոր ընտանիք է: Հայրը աշխատասեր, հողագործ մայր է: Մայրը գյուղի ռեստորատորներից մեկում հավաքարար: Բազմազավակ են, 5 երեխա, մաքուր, կարգապահ, իրենց գործին նվիրված: Ես նրանց բոլոր երեխաներին ճանաչում եմ: Տիգրանն ամենափոքրն էր, բայց ամենախելոքներից մեկը: Երբեմն մանկապարտեզից հետո գալիս էր նստում կողքիս, ասում Էմա տատի, գիտես ես կուզեմ մեծանամ, փրկարար դառնամ: Դե լսում էի ու ծիծաղում, իսկ հիմա իրեն են փնտրում փրկարարները: Ասում է տատիկներից մեկը: Այս խոսքերից հետո գյուղում լռություն է իջնում: Ոչ ոք չի կարողանում շարունակել: Տիգրանի հորաքրոջ որդին պատմել է, որ հնարավոր է, որ երեխային գողացել են: Միգուցե մեքենայով են տարել: Տիգրանը մենակ չէր, եղբոր հետ էր: Բայց փոքրիկ եղբայրը չի խոսում, չի կարողանում պատմել ինչ է տեսել: Գուցե ինչ-որ բան է նկատել, բայց չգիտի ինչպես ասել: Իհարկե այս վարկածը դեռ չի հաստատվել, սակայն իրավապահ մարմիններն ուսումնասիրում են բոլոր տարբերակները: Որոնումներն իրականացվում են միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ գետափնյա տարածքներում, անտառի խորքերում, գյուղամիջյան ճանապարհներով, ինչպես նաև հարևան գյուղերի սահմաններում: Ձափաթաղի բնակիչներն ասում են, որ երբևէ նման միասնություն չեն տեսել: Բոլորը միմյանց տուն են գնում, հարցնում Տիգրանից լուր կա՞: Ոմանք փրկարարների համար թեյ են պատրաստում ու բոլորը միահամուռ փնտրում են Տիգրանին: Միասնական աղոթք Տիգրան էնց տանը աղոթք է հնչեցվել Տիգրանի գտնվելու կապակցությամբ: Բոլորը ցանկանում են, որ ժամ առաջ Տիգրանը գտնվի ու տուն գա: Տեր ամենակարող, լսիր մեր ձայնը: Երեխան մանուկ է, անմեղ է, մաքուր է: Նայիր նրան Տեր և ուղղիր նրա ճանապարհը տուն: Թող Տիգրանը ողջ գտնվի: Թող այս ցրտին ջերմանա քո լույսով: Թող այս մոր սիրտը խաղաղ լինի: Քո անունով ենք խնդրում Տեր: Տիգրանի պատմությունը դարձել է ամբողջ Հայաստանի աղոթքը: Սա այլևս ոչ թե մեկ գյուղի, այլ ամբողջ ժողովրդի հոգու ցավն է: Եվ բոլորը գիտեն, հրաշքներ լինում են, հատկապես երբ աղոթքը մաքուր է, իսկ հավատը անկեղծ: Տիգրան ջան, վերադարձիր տուն: Մենք բոլորս քեզ ենք սպասում: Եվ միգուցե հենց այս բառերն են, որ ճանապարհ են բացելու դեպի Տիգրանի փոքրիկ քայլերը անտառից տուն վերադառնալու: Իսկ եթե գիտեք որևէ նորություն կամ որևէ տեղեկատվություն, ապա անհապաղ զանգահարեք 102, տեղեկացրեք, թե որտեղ եք տեսել փոքրիկ Տիգրանին: Յուրաքանչյուր տեղեկատվություն շատ կարևոր է այս պահին, քանի որ արդեն օրը մթնում է, իսկ նշանակում է, որ ևս մեկ մութ ու ցուրտ գիշեր է դրսում անցկացնելու Տիգրանը: 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են անտառամեծ տարածքներում, համայնքի ներսում, կամրջի մոտ, լճի ափերին:
Դեռ արդյունք չկա, լրագրողներին ասել է ներքին գործերի փոխնախարար, փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։ Ցուցուլյանն ասել է, որ որոնողական աշխատանքներում ընդգրկված է 209 փրկարարական ծառայող, 150 ոստիկանության ծառայող, մոտ 400 բնակիչ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, չեն դադարեցվելու, ասել է Ցուցուլյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ փոքրիկի հարազատներից մեկը հնարավոր համարեց մոլորվելու, գողանալու վարկածն, արդյոք դիտարկում են գողանալու վարկածը, նա ասել է. «Չեմ կարող ասել, որտեղից է հարազատը նման վարկած առաջ քաշել, ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»։ Որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էր հագուստ, որի մասին Կամո Ցուցուլյանն ասաց. «Մենք գիտենք տղայի հագին ինչ հագուստ է, նույնականացվել է, գտնված հագուստը չի համապատասխանում երեխայի հագի հագուստի հետ»։